Վարչապետի բառապաշարը, որը օգտագործվում է, բովանդակությունը հասկացանք, որ Վարչապետի բառապաշարը շատ մեղմ է, շատ մեղմ է։ Ինչն է մեղմ։ Կներեք, այդ բառը շատ եք սիրում կրկնել, բայց ասեմ, այո, շատ մեղմ է այդ ասած, որ մարդիկ այսքան տարիներ ստելով, խաբելով Հայաստանի Հանրապետության հավատավոր ժողովրդին, հույզերի հետ խաղալով, այդ բառը ասում եմ ավելի մեղմ է։ Չեմ ուզում այլ բառեր ասել, որը հետագայում կդառնա քննարկման առարկա, բայց այդ ասածը շատ մեղմ է։ այդպիսի բառեր օգտագործողը կարող է ճիշտ ընտրություն կատարել կաթողիկոսի թեկնածուի, այդպիսի բարեվարկության հարցը գնահատել կամ տվյալային։ Տեսեք, հոգևոր կյանքով ապրած մարդիկ եւ աշխարհիկ կյանքով ապրած մարդիկ տարբեր են իրենց բառերի ընտրության մեջ եւ ցանկացած աշխարհիկ մարդ կարող է ասել բառ, որը աշխարհիկ կյանքում օգտագործվում է, բայց հոգևորականները գոնե իրենց բառապաշարին ես չեմ տեսել, որ դու կոնկրետ լրագրողական հանրությունը որ այդպիսի բառեր է օգտագործում, էթիկապես ինքը ոնց է գնահատելու մարդկանց բարեվարկությունը։ Օրինակ ասենք, որ աշխարհի գերտերությունների ղեկավարների մոտ թարգման է Նիկոլ Փաշինյանի այդ գրառումը եւ այդ թվում եւ այդ բառը։ Ձեր մոտ ինչ-որ հարց չի առաջանա։ Ինչ եք կարծում հիմա բոլորը չգիտեն, այդ հարցի, այդ բառը, այդ ինչ մի տրագեդիոն բառ է, վայ ասելա, Ժորժան, քահանաները, հոգևորականներն ինչ բառ ասես օգտագործում են, բայց ես չեմ տեսել լրագրողական հանրությունը, որ գնա ասի, լսի եղբայր, երկրի ղեկավարի մասին է խոսքը, մենք հարցնում ենք երկրի ղեկավարի։ Երկրի ղեկավարն ասելա շատ մեղմ, ավելի կոշտ լինել։ Օրինակ դուք ինչ բառ օգտագործեիք։ Դե հիմա չեմ, եթե տեղ լինի, ժամանակ լինի, ես էլ կօգտագործեմ, կտեսնենք, ես այտենց քաշվելու, ամաչելու, այդպիսի բան չունեմ, եթե բառը ասում ես, պատասխանատու ու հաստատ ասելուց հետո չես մտածես նոր ասելուց հետո չես մտածում։ Պարոն Գրիգորյան, մտահոգություն չունեք, որ այս նախաձեռնությունը կամ այս գործընթացը կտապալվի եւ հետագայում կմնա այն ինչ դուք ձեր թիմակիցները դուք արեցիք։ Այսինքն մտահոգվեմ, որ հավատացյալ ժողովուրդը ինչ-որ բան է ուզում անի, ստացվում կամ չի ստացվում, հարցը ճիշտ չէ, ժողովուրդ։ Հավատացյալ ժողովուրդը ով է, վարչապետը գրառումներ է արել։ Հիմա դուք ուր եք տեսել այդ աջակցությունը, որ հավատացյալ ժողովրդի անունից հիմա այստեղ հայտարարություն եք անում։ Ես հավատացյալ ժողովրդի անունից հայտարարություն անում եմ այն հավատացյալ մարդկանց մասին, ովքեր ես շփվում եմ, ովքեր մշտապես եկեղեցում պատարակների են մասնակցում, ովքեր իրականում իրապես հավատացյալ են։ Ես անհամբեր սպասելու մասին բան չեմ ասում եմ, որ դրանց մոտ էլ կա պահանջ, որ եկեղեցին վերջնականապես վերադարձվի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, եկեղեցին վերջապես վերադարձվի հավատացյալին, ոչ թե ինչ-որ մարդիկ իրենց սեփական բիզնեսը սարքեն։ Վազգեն առաջինը այն ժամանակ ասում էր եկեղեցին դա հավատացյալների խումբն է, ովքեր հավատավոր ժողովուրդ են, ովքեր հավատում են։ Հիմա մեր օրերում ասում են եկեղեցին մերն է։ Ինչ եք խոսում։ Կարծում եք հաջողությամբ կավարտեք եկեղեցին քահանաները բացեք եթերները։ Ես չգիտեմ ինչ հանգուցալուծում կստանա, բայց ամեն դեպքում այս պահին այդ գործընթացն է իրականացվում։ Բայց հաջողությանը ձեր հավատում եք այս նախաձեռնությանը։ Ժորժան, դուք անընդհատ ասում եք, որ ես ասեմ հա մեր հաջողության, մեր չէ, հավատավոր ժողովրդի։ Այո, լավ, հավատացյալ մասի, մի մաս, ես լավ, կներեք, այդպես կասեմ, մի մասի չէ, մեծ մասի կասեմ։ Բայց ո՞նց եք չափել։ Ասեմ ոնց եմ չափել։ Հիմա երբ դու գնում եք պատարակի տեղում մասնակցում է 50 հավատացյալ եւ 50 հավատացյալներից 49-ը ասում են, որ գործընթացը ճիշտ է։ Դուք գնահատում եք մեծամասնություն, թե փոքրամասնություն։ Սենյակում են այդ 50 հավատացյալները ասել։ Պատարակի, եկեղեցու պատարակին հավատացյալներ։ Դենց մի նայեք, պետք է հստակեցնեմ, որ Հավատացյալները եկեղեցում են, ԿՊ գրասենյակում չեն։ Նայելու է ոնց է, հարցադրումը ասում է հավատացյալների պատարակի ժամանակ ասում է ԿՊ գրասենյակում, այդ լուրջ է։ չեմ լսել դրամաշ ճշտում, հիմա վատա որ հստակեցնում եմ, որ ճիշտ է։ Պատարակներին բոլոր եկեղեցիներով այցելեք զրուցեք, որ նոր պարզեք, թե չէ մի եկեղեցում կարող է 100-ից 10 ձեր կողմն է, բայց 90-ը ոչ։ Ուզում եմ ասեմ, ո՞նց եք չափում։ Քանի եկեղեցում եք այդ հարցում արել։ Ես եկեղեցում հարցում չեմ անում, ես հավատացյալների մոտ Ինչ եք կարծում, չենք շրջում։ Բոլոր մոմբա։ Ես Հա։
Մոն վառողը դեռ չի նշանակում, որ ինքը հավատացյալ է։ Բա ո՞նց է կարել, ո՞նց է գել։ Խոսում եք, շփվում ենք, մենք էլ առաքելական եկեցու հավատավոր ժողովուրդ ենք, մենք ես էլ առաքելական եկեցու հետևորդ եմ, շփվում եմ հավատացյալների հետ։ Անցած պահը մեծ պահքին Միջև վերջ պահել եք։ 49 օր։ Պարոն Գրիգորյան, դուք մեր հարցերից sense մի զարմացեք կամ ջղայնացեք, որովհետև ես չհասկացա, որ դու չեք լսել ուղղակի։ Արտասովոր թեմա է սա։ Մենք առաջին անգամ ենք կաթողիկոսի ընտրությանը մասնակից եւ ականատես լինում եւ մեր շատ հարցեր նաեւ կարող է եւ ձեզ քպականներիդ համար անսովոր լինեն, բայց Չէ, անսովոր հարցեր չկան, կան հարցեր եւ դրանց կան պատասխաններ։ Ես 1998 թվականի օկտեմբերի 27-ին, որ կաթողիկոս էր ընտրվում, ես ու դու երևի շատ փոքր էինք, բայց մինչև այս պահը հիշում եմ ծնողներիս զայրույթն ու անհանգստությունը, երբ ասում էին Հայաստանի Հանրապետությունը գլխատվել է, բայց ամեն դեպքում իրանք իրաց որոշումը չեն փոխել եւ պիտի արագացված այդ գործընթաց տանեն ու այս Այդ ընտրությունը նկատի ունեք։ Հա, չէ։